Ամռան գլխավոր գրական իրադարձությունը։ Ֆրանսիական գրականության ամենահայտնի հեղինակի Ալեքսանդր Դյումայի գլխավոր վեպը հայերեն։ Առաջին անգամ ֆրանսերեն բնագրից Սամվել Գասպարյանի փայլուն թարգմանությամբ։ Դյումայի ամենաքաղաքական ու հումորային գիրքն ի սկզբանե հատվածներով տպագրվել է թերթում, որը կարդալու համար ֆրանսիացիները երկար հերթեր էին կանգնում։ Je suis Charles d'Artagnan. Մեկը բոլորի, բոլորը մեկի համար, վեպի գլխավոր նախադասությունը, որն ամբողջ աշխարհում դարձել է ընկերության ամենահայտնի խորհրդանիշը։ Ինչու Դյուման գիրքը վերնագրեց 3 հրացանակիրներ, եթե նրանք 4-ն են։ 3 duels en 3 heures avec 3 mousquetaires. Monsieur Athos a le droit de me tuer en premier, Monsieur Porthos en second et Aramis en dernier. Je vous prie de m'excuser par avance si je ne peux contenter tout le monde. Հեղինակն ընդունում էր, որ վերնագիրն անտրամաբանական է, բայց վստահ էր, որ հենց դա կլինի գրքի հաջողության գրավականը։ Արկածներ, սուսերամարտ, պալատական դավադրություններ ու անմահ ընկերություն։ 4 հավատարիմ հրացանակիրների ընկերության պատմություն, որն արդեն 2 դար պատվի ընկերության, սիրո եւ պայքարի մասին անգերազանցելի դասական է։ Ալեքսանդր Դյումա, 3 հրացանակիրները, առաջին անգամ բնագրից ամբողջական թարգմանությամբ, գրքի գլխավոր գործընկեր ՎՏԲ Հայաստան բանկ։ Բարի լույս, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մենք չենք դիմացել եւ արդեն զրույցներ այստեղ։ Որովհետեւ հետաքրքիր է շատ եւ իհարկե արդեն ավելի հետաքրքիր է նաեւ եթերում։ Եվ մենք դիտեցինք Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրները գրքի տրեյլերը։ Նյումեգը գիրքը վերահրատարակել է առաջին անգամ բնագրից թարգմանությամբ, նոր խմբագրությամբ եւ նոր շապիկով։ Գրքի մասին զրուցելու ենք գրքի գլխավոր գործընկեր ՎՏԲ Հայաստան բանկի հանրային կապերի պատասխանատու Գայանե Հարությունյանի հետ, բարի առավոտ, եւ իհարկե գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի հետ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք։ Այո, մենք իսկապես շնորհակալ ենք, վերջապես բնօրինակից հայերեն թարգմանությամբ ամենասիրված գրքերից մեկը ունենալու համար իսկապես մենք ամենաընթերցվածներից է, գուցե կփաստեք դրա մասին։ Դեռ այո, փոքրիկ տարիքից մենք այս գիրքը հաստատ ընթերցում ենք, հետո արդեն հասուն տարիքում վեր ընթերցում ենք, համարյա անգիր գիտենք, նաև սիրելի հերոսներ ունենք, եւ այս հրատարակությունը ինչ նոր բացահայտումներ կտա ընթերցողին, պարոն Գասպարյան։ Այդ 3 հրացանակիրները, եթե ոչ ամենատարածված գրքերից է, 3 գիրք եթե ասենք, հա, համաշխարհային գրականության մեջ բոլոր ժամանակների լույս տեսնելուց հետո իհարկե, հա, իրեն լույս տեսնելուց հետո, եթե առաջինը չէ, ապա հաստատ 3-ի մեջ կա։ Իմ կարծիքով առաջինն է, որտեղ շատ է հրատարակվել բոլոր լեզուներով, բոլոր երկրներում, օրինակ մի թիվ ասեմ, տարեկան 2 անգամ կինոնկար է նկարահանվում։ Տարբեր երկրներում իհարկե, հա։ Ֆրանսիական գրականության ամենա տարածված գիրքն է ինքը։ Եվ ոչ միայն մեզ մոտ է սիրելի, ոչ միայն ֆրանսիացիների համար է սիրելի, մեզ մոտ է սիրելի, բավական է ասել, որ շատ հետաքրքիր է։ Դյուման ոչ միայն շատ լավ վեպ տվեց Ֆրանսիային, հա, այլ նշանաբան տվեց։ Բոլորը մեկի բոլորի համար, այո։ Եվ զարմանալին որն է, եթե չեմ սխալվում, ընդամենը մի տեղ կա այդ նախադասությունը։ Ամենաշատ 2 տեղ կարող է լինի։ Ես ինչքան հիշում եմ, մի տեղ է ընդամենը։ Բոլոր ֆիլմերում նույնիսկ մի նախադաս, բայց ֆիլմերում ինչքան են, չէ՞, այո, այդ սրով պահերը ինքը նշանաբան դարձավ ոչ միայն ֆրանսիացիներ, այլ մեզ համար էլ, հայեր, բոլորի համար։ Ինքը իսկապես արտառոց վեպ է եւ շատ մեծ գործ է արել նյումեգ հրատարակությունը, որ հրատարակելը նախ բնագրից ճիշտ եք ասում, բնագրից շատ կարևոր է բնագրից։ Այստեղ օրինակ կան բացթողումներ կան, շատ խոսվեց այն հայաստանցի հաբետի մասին, որ ռուսները բնականաբար չէին դնի
մենք պարտավոր էինք դնել, բայց քանի որ թարգմանությունը հայերեն ռուսերենից է եղել, հա, հայ թարգմանիչը չէր կարող իմանալ, որ բայց ասում եմ, կար ես ցավոք չկարողացա նայել ֆրանսերեն թարգմանված կա հայերեն, չէ՞, մենք խոսեցինք, չէ՞, որ բայց բան արևմտահայերենն է եւ 1930-ական թվականներին հրատարակվել կարծեմ Բեյրութում։ Ես չկարողացա ճշտել այնտեղ այդ հատված ամբողջությամբ կա թե ոչ։ Ծանոթագրություն արված է թե չէ, բայց լավ կլինի օրինակ անեն, օրինակ համալսարաններում, հա, թարգմանական չէ, կուրսեր են անցնում, բաներ են անցնում, օրինակ ես խորհուրդ կտամ առիթից օգտվելով, հա, թող դնեն համեմատեն, կա հայերեն ռուսերենից թարգմանված, չէ, կա ռուսերեն, կա ֆրանսերենը, կա սա նորը, չէ, կա այն հինը ֆրանսերենից, գիտեք ինչի անալի աշխատանք կարելի անել։ Մի անգամից թարգմանիչ կդառնա, ով որ համեմատի։ Ես համեմատել եմ։ Սիրելի ուսանողներ, հրաշալի թեզի թեման է հավաքարկեց պարոն Գասպարյանը ձեզ։ Այո, հրաշալի բան կլինի։ Մի անգամից կդառնա թարգման, եթե այդքան համեմատի, այդքան լեզուները պատրաստի թարգմանիչը։ Մենք նաև շատ ուրախ ենք, որ այս ամենին կա աջակից, մշտական, այո, հավատարիմ աջակից ՎՏԲ բանկը, սիրելի Գայանե, Այո, իհարկե, եւ միշտ դուք համագործակցում եք եւ աջակցում եք գրքերի հրատարակությանը, բայց հետարքի ինչու ընտրեցիք հենց այս անգամ այս գրքի հրատարակման աջակցությունը։ Նախ բարի լույս նորից ձեզ, բարի լույս մեր սիրելի հեռուստադիտողին։ Ես այսպես խոսելով 3 հրացանակիները բեսթսելերի մասին, երևի մի քանի քայլ հետ գնամ եւ այո, նշեմ, որ ՎՏԲ Հայաստան բանկը եւ Նյումեկ հրատարակչությունը համագործակցում են միմյանց հետ արդեն բավականին տևական ժամանակ։ Սա մեր համագործակցության առաջին փորձը չէ։ Սովորաբար այդպես է մեր պրակտիկան աշխատանքի, ներկայացնում են որոշակի նախագծեր, որոնց շրջանակում մենք որոշում ենք կայացնում, թե կոնկրետ որ նախաձեռնություն է բանկին առավել հետաքրքիր եւ որին կուզենանք մասնակցություն ունենալ։ Այս անգամ եւս բացառություն չէր, հանդիպեցինք Արտակ Ալեքսանյանի հետ եւ նա ներկայացրեց մի քանի տարբերակներ, որոնց մեջ էր նաեւ Դյումայի 3 հրացանակիրները։ Իհարկե առաջին այսպես զգացող ռեակցիան եղավ այն, որ միթե հայերենը գոյություն չունի եւ բնականաբար ստացանք պատասխանը, որ կա, բայց դա ռուսերենից թարգմանված տարբերակն է, ոչ թե բնագրից։ Եվ մենք միանգամից ոգեշվնչված, այսպես խանդավառությամբ ամբողջ բանկի ղեկավարությունը որոշեց, որ այո, այս նախագծին միանալը չափազանց կարևոր է, որովհետև ինքնին Դյուման, ինքնին 3 հրացանակիրները արդեն իսկ կարևոր մշակութային նախաձեռնություն են եւ ունենալ բնագրից տարբերակ դա իրականում ներդրում է մեր ապագա սերունդների համար։ Այո, դուք շատ ճիշտ եք, դեռ եթերը չէր սկսվել, ես ասացի, պարոն Գասպարյան, շուտ էր պետք անել, շուտ էր պետք անել, քանի որ սովետական համակարգից այդ ժամանակ է, չէ, թարգմանությունը եղել առաջինը ռուսերենից, ես պատկերացնում եմ ինչքան հատվածներ մենք խոսել ենք նաև այդ մասին դուրս են մնացել, դե աթեիզմ, գաղափարների փոփոխություն։ Պարոն Գասպարյան, մենք ամեն դեպքում 3 հրացանակիրներից գաղափար ունենք եւ սիրված էր եւ չնայած իր թարգմանության, այո, բայց ինչու հենց որոշեցիք այս գաղափարը, որովհետեւ ամեն դեպքում մենք գիտեինք, այսպես ասած, այն մարդիկ, որոնք որ կարդացել էին ձեր սերնդակիցները գաղափար ունեն։ Ինչ տարբերություն կգտնենք արդեն նոր։ Շատ ուրախ եմ, որ դուք համագործակցել եք եւ համագործակցում եք Նյումեգի հետ։ Ես ուզում եմ տեսեք բան հայերեն լույս է տեսել առաջին անգամ 50-ական թվականին 1950-ական թվականին ռուսերենից թարգմանությունը։ Դրանից հետո 2 անգամ վերահրատարակվել է ինքը։ Ես որպեսի հակառեկլամ չլինի, չեմ տա անունները հրատարակությունների, բայց մեր այսօրվա 2 հրատարակություն, մեկը 88 թե 89 թվականին է նույնը վերահրատարակել, չի մտածել, որ չեմ ռուսերենից վերահրատարակում, ֆրանսերենից թարգմանենք։ Արդեն նոր ժամանակներում մյուս հրատարակությունը նորից էլի վերահրատարակել է ռուսերենիցը, գուցե խմբագրություններ են արել, չգիտեմ, այդ դրա համար եմ ասում, եթե համեմատեն շատ հետաքրքիր բաներ կպարզվի։ Հիմա Նյումեգի առավելությունը դա է, որ ինքը հասկանում է, որ պիտի թարգմանվի բնագրից։ Նյումեգին պետք է գովալ, շատ պիտի գովել, որ
որովհետև ես օրինակ այսպես կասեմ, մեկը չգիտեմ 5-6 տարեկան է երևի, հա, ինքը վերածնունդն է մեր գրահրատարակչական գործի։ Մեկի գալու վերածնվեց գրահրատարակչական գործը, ինչ իմաստով։ Նայեք գրքերը, հիմա կարող է իմ հրատարակիչ ընկերները նեղանան ինձանից, բայց դա է ճշմարտությունը։ Նայեք գրքերը, թարգմանական, խմբագրման, սեփագրման, ձևավորման, էջադրման, տպագրման որակով, հա, բացառիկ գրքեր են համարյա բոլորը։ Հա, ես նկատում եմ թարգմանական ինչ-ինչ մեղանչումներ, հնարավոր չի դա չլինի, հա, բայց որ ինքը նոր վերածնունդ սկսեց, հա։ Նոր շունչ է։ Այո, ես էլ Դուք շատ դարձա պալատական թարգման։ Դուք շատ ճիշտ եք իրավի, մենք անդադար իհարկե միշտ լուսաբանում ենք, խոսում ենք բոլոր գրքերի մասին, այլ սկսնակ գրողների մասին, որին միշտ Նյումեգը գալիս է առանձնահատուկ ուշադրություն։ Ժամանակակից գրողներին։ Այո, եւ նաեւ այս պահին շնորհիվ ձեզ մենք ունենք այս հրատարակությունը, հենց բայց հետաքրքիր է դուք անձամբ կարդալիս ինչ հետաքրքիր լեզվամտածողություն տեսակ Դյումայի ձեռագրի մեջ, ինչից զարմացաք, որը նախկինում չէիք կարդացել, բայց այստեղ բացահայտեցիք, որ այսպիսի մասեր կա, այդպիսի բաներ կլսի, կտեսնի ընթերցողը։ Եթե համեմատի կտեսնի, եթե չհամեմատի չի տեսնի, այդ մեկ, երկրորդը շատ այդքան բաներ չկան, որ ասենք թե ինչ որ ոնց որ ենթադրենք մյուս գործերում կան գործեր, որ չէ, ինչ նկատառումներում մենք խոսում ենք մի քիչ առաջ, որ անգամ կերպարներ բացակայում են, հանելն շատ են կրճատել, այստեղ այդպես բաներ չկա, որտեղ ինքը շատ ոնց ասեմ, անմեղ գործ է, էլի այդ իմաստով ինքը մաքուր գործ է ինքը, բայց շատ կարևոր էր, մենք զրուցում էինք Արտակի հետ, այստեղ պիտի նորից գովենք Արտակին էլի, որտեղ այս ամբողջ մտահղացումները, այս ամբողջ ընտրությունները ինքն է անում, հա, ինքը ասեց չթարգմանենք 3 հրացանակիները բնագրից։ Ես բառացի ասել եմ իրեն, ասեցի, եթե լավն է թարգմանությունը, իզուր տեղը չդնենք, որովհետև այն գործը չի, հա, ինքը որ ենթադրենք թե ինչ ասեմ, Պրուստ չի ինքը, Հյուգո չի, որ չէ լեզվական ինչ որ խորություններ եւ այսպես բաներ չկա։ Շնորհակալություն Արտակ Ալեքսանյանին։ Նայեցինք, միասին հենց ինքը միանգամից վերցրեց հեռախոսով, հա, ես ասի ինչքան հիշում եմ, լավ պիտի լինի, բայց մի քանի նախադասություն կարդացինք, տեսանք որ չէ, պիտի թարգմանել։ Հա, հիմա ինքը շատ ինքը ճիշտ է, էլի, այդ հոտառություն ունի հրատարակչական զարմանալի բան է, ինքը մի քանի տարվա հրատարակիչ է ընդհանրապես։ Եթե ես ճիշտ եմ հիշում, Արտակ Ալեքսանյանը պոստեր արել եւ նաեւ այս ամենի ինչ որտեղ մեղավորը լավ իմաստով նրա որդին է Ալեքսը, որովհետեւ չէ, որովհետեւ ասելա կարդա, ոնց որ երեխան սկսելա կարդալ եւ չի հավանել, ասելա լավը չի ու ոնց որ դա ստիպել է Արտակին վերադառնալ, հասկանալ, իսկ իրոք ինչը լավը չի։ Արտակ, հələ դուր տեսնեմ այդ ինչը լավը չի, մեր ժամանակ լավ էր։ Ու այդպես գլուխ գործոցն եմ հայտ եկել։ Հասկացել են, որ այո։ Մենք ասում ենք, որ մենք նոր էլի մի քիչ առաջ խոսում ենք էլի, չէ՞։ Եթե ես գիրքը կարդալուց հետո չեմ շպրտում մի կողմ ասում, լավ է, ես ինչա ֆրանսերենը կկարդամ կամ ռուսերենից կկարդամ, ես ինչ եթե ես այն անգամ էլ ասեցի, եթե ընթերցողը ընթերցելուց հետո ասում է, որ Ձյուման կոնկրետ, հա, Ձյուման խոսում է հայերեն, այդ հաջողված թարգմանություն է ուրեմն։ Միանշանակ։ Եթե խոսում է հայերեն համաձայն է կարդալ ինքը։ Եթե համաձայն է կարդալ, ուրեմն թարգմանությունը հաջողված է։ Հիմա դա աստված որ ընթերցողը այդ Շատ ճիշտ եք, մենք իրականում հրաշալի թարգմանչական արվեստ ունենք Հայաստանում, ունեցել ենք հրաշալի գրքեր, անգամ մտածել են եւ եղել է այդպես, որ ասել են, որ այդ գրողը թեկուզ անգլիացի կարծես հենց հայ լինի, մտածողությունը այնքան ճիշտ եւ դիպուկ է, այո, թարգմանված։ Այո։ Գայանե, ՎՏԲ բանկը շատ է կարևորում կրթությունը առհասարակ, հայկական բովանդակությունը, այ կխնդրեմ մի փոքր ասել, ձեզ համար ինչով է առանձնահատուկ հենց
այս ուղղությունը ինչքանով է կարևորում, որ հենց ունենանք հայկական ու հենց բնագրից թարգմանված շատ մեծ քանակով գրականություն եւ արդյոք քայլեր կան այս առիթով։ Այո, ձեր հարցը միանգամայն ճիշտ է, ՎՏԲ Հայաստան բանկը կարևորում է մշակույթի եւ կրթության զարգացման ուղղված ծրագրերը։ Մենք միշտ միանում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են, որոնք կոչված են մշակութային արժեքների ստեղծմանը, զարգացմանը, ինչու՞ չէ, դրանց պահպանմանը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է ներկայիս ժամանակաշրջանում ունենալ լավ որակյալ հայալեզու գրականություն։ Ինչու՞, որովհետև երևի թե գաղտնիք չէ, յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքում ընկած է առաջին հերթին գրագետ եւ զարգացած հասարակությունը։ Իսկ այս առումով ինչ է պետք։ Պետք է լավ գրականություն, պետք է որակյալ գրքեր։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր լուման ենք ներդնում խրախուսելով ընթերցանության զարգացումը եւ ես գիտեք որպես դիտորդ կարող եմ ասել միանշանակ, որ հիմա մեր երիտասարդ սերունդները ավելի շատ են կարդում, քան կարդացել են մի քանի ժամանակ առաջ, այսինքն նույն 90-ականներին, այսպես պայմանական ասեմ, դա նկատելի է նույնիսկ Նյումեգը տարին 2 անգամ փառատոներ է գրքի փառատոները կազմակերպում, գիտեք Winterfest-ը, Summerfest-ը, երբ որ մենք ներկա ենք լինում եւ տեսնում ենք թե որքան են այդ երիտասարդները խանդավառությամբ գալիս, հերթ կանգնում, այդ օրը չէ որ հատուկ առաջարկի պայմաններում ավելի լավ ենթադրենք կարողանում են ձեռք բերել տարբեր գրքեր եւ դրա հետ կապված ես հիանում եմ, որ երեխաները սերունդ ունի միտում կարդալու, այսինքն ու նրանք միանշանակ տարբերում են լավը վատից։ Այսինքն իրենք գնում են որակյալ գրականության հետևից եւ այս առումով երևի շուկայի լեզվով ասած առաջարկը պահանջարկ է ծնում, իսկ պահանջարկ առաջարկ, որովհետեւ մի կողմից իրենք հասկանալով լավը, վատը դրթում են նրան, որ հրատարակվեն լավ գրքեր եւ մյուս կողմից հակառակը կան լավ գրքեր, ինչը որ շարժառիթ է շատ կարդալու համար։ Դե այո, հիմա ինչպես ասում են, շատ կարևոր է։ Այո, հիմա ինչպես ասում են, շատ շնորհիվ իհարկե ձեր փայլուն մասնագետների իդեմս նաև պարոն Գասպարյանի շնորհիվ։ Նյումեգը վիթխարի գործ է անում, որովհետև նրանք կարողանում են թարգմանել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, անգամ այնպիսի, որ մտքով միգուցե եւ իմ մտքով չանցնի, որ ինչ հիանալի միտք էր, որ կարելի էր այս գիրքը բերել հայալեզու գրականության գոհար դարձնել։ Այո, շատ ճիշտ է Գայնա եւ վերջին հարցը խնդրում եմ շատ արագ պատասխանել եւ շատ անկեղծ։ Արդյոք այս կարգախոսքով նաեւ առաջնորդվում է ՎՏԲ բանկը եւ իր թիմը, մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար։ Այո, միանշանակ ինձ թվում է այս կարգախոսը շատերի համար է այսպես դարձել կյանքի խոսք, նույնիսկ ինձ թվում է մարդիկ ովքեր քիչ են իհարկե, բայց չեն կարդացել Ձյումա, չեն կարդացել 3 հրացանակիրները, այնուամենայնիվ այդ արտահայտությունը օգտագործում են։ Մենք նույնպես մենք ունենք մեծ հրաշալի թիմ եւ ամեն օր, երբ որ մենք գալիս ենք աշխատանքի եւ անում ենք մեր գործը, մենք անում ենք եւ դա հանուն մեր թիմի եւ հանուն մեր հաճախորդների, այսինքն այսպես իրականում մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Այո, մենք շնորհակալ ենք ձեզ, պարոն Գասպարյան, սիրելի Գայանե, օրը մեզ հետ սկսելու եւ իհարկե այս թեմային անդրադառնալու համար։ Շնորհակալություն ձեզ, լավ օր եք մաղթում։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակության նոր բացառիկ հրատարակության մասին։ Նյումեգն առաջին անգամ բնագրից ֆրանսերենից թարգմանել է եւ վերահրատարակել է Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրներ վեպը։ Գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ Հայաստան բանկն է, մենք զրուցում էինք բանկի հանրային կապերի պատասխանատու Գայանե Հարությունյանի հետ եւ գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի հետ։ Գիրքը կարող եք գնել Թումանյան 35 հասցեում գտնվող G-Space-ում գտնվող Newmeg Book Salon-ից, կարող եք նաեւ պատվիրել առցանց newmeg.am կայքից։ Այս գրքի թարգմանության գաղափարը շատ հետաքրքիր նախապատմություն ունի եւ վստահ ենք, որ հենց նման թարգմանությունների շնորհիվ, ինչպես դուք, այնպես էլ ձեր երեխաները հնարավորություն կունենան նորովի բացահայտել բոլոր ժամանակների, այո, ինչպես նաև մենք, բոլոր ժամանակների լավագույն դասական ստեղծագործություններից մեկը։ Այսքան գեղեցիկ շապիկ ունեցող գիրքը, խնդրեմ, տեսեք թե ինչ հաճելի է, ինչ գրավիչ է, ուղղակի ուզում ես քո պահարանում ունենալ այս գիրքը, գուցե շապիկի համար գնեք, հետո անպայման երեխաները կհետաքրքրվեն։ Իսկ մենք արդյոք դեռ հետաքրքիր զրույցներ ունենք, բայց զրույցներից առաջ կարճատև դադար կլինի եւ դեռ խոհանոց էլ պետք է գնանք, այնպես որ շարունակեք մնալ Բարելույսի հետ, կհանդիպենք փոքր գովազդից հետո։